Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ իր ձևակերպմամբ զգուշորեն քննարկել է հարկային նոր օրենսգիր ընդունելու հարցը, որի կարգավորումները հնարավոր կլինի ուժի մեջ պահել մոտ 10 տարի։ Փաշինյանի դիտարկմամբ սա կօգնի մեծացնել Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը։ Ըստ Փաշինյանի 2018-ից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 50%, հնան ավելի քան կրկնապատկվել է, իսկ Հայաստանը վերջին տարիներին տնտեսական ինստիտուցիոնալ ու անվտանգային վերափոխումների փուլում է, այսպես է ասել Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանն ու Թուրքիան պայմանագիր են կնքել Աբշերոն հանքավայրից 33 միլիարդ խորանարդ բնական գազի մատակարարման շուրջ։ Պայմանագիրը կնքվել է 15 տարով, մատակարարումները կիրականացվեն Բաքու, Թբիլիսի, Էրզրում խողովակաշարով։ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունում նա շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության, նամակների եւ ջերմ խոսքերի համար։ Նա խոսել է հավատի, ներքին ուժի եւ հենման կետի պահպանության կարեւորության մասին եւ կոչ արել չկորցնել տոնական տրամադրությունն ու հրաշքի զգացողությունը, հատկապես երեխաների մեջ։ Վարդանյանը նաեւ վստահեցրել է, որ իր հետ ամեն ինչ լավ է եւ շնորհավորել է բոլորին տոների առթիվ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ 2010-ից 2018 թվականներին Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան չարաշահել է լիազորությունները, կեղծել փաստաթղթեր եւ օրինականացրել առանձնապես խոշոր չափերով գույք ընդհանուր 140.1 միլիոն դրամի արժեքով։ Նա կազմակերպել է հողամասի կեղծ աճուրդ, ապօրինի ընդլայնել հողամասը եւ տվել շինթույլտվություն քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շենքի համար, որը նվիրաբերվել է իր ընտանիքի անդամներին։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև երկու անձի, այդ թվում որդուն։ Մեղադրական եզրակացությունը ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տնային կալանք, Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք եւ գրավ։ Հայաստանի օդային տարածքը օգտագործելու համար Ադրբեջանի ավիաընկերությունները 2025 թվականին վճարել են մոտ 400.000 եվրո։ Սպուտնիկ Արմենիայի հարցմանը ի պատասխան հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից։ Եվս մոտ 3.4 միլիոն եվրո Հայաստանին աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց փոխանցել են թուրքական ընկերությունները։ Նշենք, որ դեպի Նախիջևան եւ հակառակ ուղղությամբ չվերթերի համար 2023-ին ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90.000 եվրո են վճարել, ավելի ուշ նրանք սկսել են Հայաստանի օդային տարածքն օգտագործել նաև երրորդ երկրների թռիչքների համար։ OPEC+-ի 8 երկրներ որոշել են 2026 թվականի առաջին եռամսյակում պահպանել նավթի արտադրության աճի դադարը, թողնելով արտադրությունը դեկտեմբերի քվոտաների մակարդակում։ Կարտելում նշել են, որ սահմանափակումները կարող են աստիճանաբար վերանայվել շուկայական պայմաններից կախված։ Սահմանվել են նաև երկրների քվոտաները փետրվար-մարտ ամիսների համար, այդ թվում Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ մյուս անդամների համար։ Հունվարի 1-ից արքա-վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար 2%-ի չափով։ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը եւ պայմանները։ Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչեւ հաջորդ ամսվա 25-ը։ Հետվճարը տրամադրվում է 1000 դրամ գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60.000 դրամը։ Գործադիրը հաստատել է տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի նախագիծը, որի նպատակը Հայաստանի տնտեսությունը դիրքավորելն է որպես ինքնիշխանության, անվտանգության եւ երկարաժամկետ կայունության հիմք։ Փաշինյանը հայտնել է, որ առաջին անգամ նպատակաուղղված ձևավորվում է տնտեսություն ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից, օրակարգից, որն ըստ Փաշինյանի արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, ստեղծելով զարգացման բոլորովին նոր հնարավորություններ։ Տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինն ըստ Փաշինյանի պայմանավորված է նաև Հայաստանի շուրջ ձևավորված տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական նոր միջավայրով։ Դոկտրինը ներառում է նաև հարկային օրենսգրքի նոր կարգավորումները։ Հարկային նոր մոտեցումներ որդեգրելու շատ հավակնոտ եւ ճիշտն ասած մի քիչ էլ վախենալու ծրագիր որդեգրելու մասին է։ Մենք զգուշորեն սկսել ենք քննարկել, որ առաջիկայում մենք պետք է դիտարկենք հարկային այնպիսի նոր օրենսգիր ընդունելու տարբերակը, որը մենք կարգավորումներով կկարողանանք
ուժի մեջ պահել նույն կարգավորումները, ասենք օրինակ 10 տարի։ Թաքցնելու բան չկա, սա բավականին բարդ եւ ուղիղ ասում եմ վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ մենք լրջորեն մոտենալու ենք այս հարցին եւ նաեւ փորձագիտական հանրությանը, գործարար հանրությանը արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումներ ունենալու 2026 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման կամ դադարեցման համար ժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այս մասին հայտնել է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։ Հունվարի 4-ին գայլեր Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայր են մտել։ 35-ամյա Կարեն Սիրեկանյանի անասնագոմում հոշոտել են 60 ոչխար, այդ թվում մի մասը հղի, մյուս մասը վիրավոր են։ Հələ չգիտենք այդ վիրավորներն եք ապրեն թե չէ։ Այնտեղ է վիրավորները, էլի գոհ։ 5 հատ մանր երեխա ունենք, դաշտերը աշխատելով, սեսնեմի հատով շացել ենք, նպաստը աջակցել։ Այսինքն ծառը բերել ենք, հիմա էլ էսա, 2-3 տարվա մեջ չենք ծախել։ Տնով 12 հոգի ենք, մեր աբրստիսաղ վարի գնաց։ Կարների տիրոջ խոսքով արտագնա աշխատանքի եկամուտն են ներդրել այստեղ, ու կենդանիները ընտանիքի ապրուստի միակ միջոցն էին։ Վստահ է, վիրավոր գառներն էլ սատկելու են։ Ընդհանուր առմամբ ընտանիքը մոտ 5 միլիոն դրամի վնաս է կրել։ Սա թորով մայրեր, որը մի հատ, որը ջևիկ, այդպես։ Կեսն է ձակտված, երբ։ Կեսն է ձակտված, Կեսն է ներսնեն, կեսն է վիրավոր։ Քարակերտ բնակավայրի վարչական ղեկավարի խոսքով արդար քրթինքով աշխատող բազմազավակ ընտանիք են։ Հույս է հայտնել, որ նրանց օգնության ձեռք կմեկնեն, որպեսզի կարողանան հաղթահարել այս վիճակը։ Մենք այս ամեն ինչը արձանագրում ենք ամեն դեպքում։ Կներկայացնենք, տեսնենք ինչ աջակցություն կարող է տրամադրվի։ Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում Աբովյանում Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում գազի արտահոսք է եղել։ Աշխատակիցը կամ վառասխախոտով է ներս մտել կամ տեղում է վառել, ինչից հետո պայթյուն բռնկում է տեղի ունեցել։ Օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը աշխատակցին, ով հերթափոխի պետ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սաղաթելն է, տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Աբովյանի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, ոստիկանության բարեկային տրայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ներսում այրվել է առաստաղների պաստառների մի մաս, ինչպես նաև վնասվել են գույքը, կահույքը եւ այլ իրեր, ընդհանուր 3 սենյակներում։ Իսկ ներսում տեսնում եք ամորացման ոնց որ ամբողջը տակնու վրա արված լինի։ Հերթեջ փրկարարները այս բանին կատարում են հետախուզական աշխատանքներ հայտնաբերելու համար արտահոսքը որտեղից եղել, նախնականով արդեն գիտեն, բայց լրացուցիչ ճշտումներ են անում։ Նույն օրը եւս մեկ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել Արագածոտնի մարզում Ափնագյուղի տարածքում գործող գազալցակայանում հրդեհ է բռնկվել գազ լիցքավորող Վոլգայում։ Փրկարարության ապարանի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարներն են կանխել հրդեհի տարածումը, հետո մարել այն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ավտոմեքենան տեսնում եք դարձել է ոչ շահագործելի։ Ընդհանուր առմամբ տոնական օրերի վթարների մեծ մասը տեղի է ունեցել մերկասառույցի պատճառով, որոշ ճանապարհներ, ճանշինականներն այդպես էլ աղ-ավազով չէին մշակել։ Օրինակ հունվարի 3-ին մերկասառույցի պատճառով Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են 32-ամյա Գարեգինի ջիփ Շերոկին եւ 41-ամյա Կարենի Տոյոտա Քեմրին։ 9 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Վայոց ձոր բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Եղեգնաձորի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։
Մերկասառույցի պատճառով մեկ այլ խոշոր վթար էլ հունվարի 3-ին Մարգարավանաձոր Տաշիր M3 ճանապարհին է եղել։ Բախվել են Վրաստանի 57-ամյա քաղաքացու Mercedes Sprinter-ը, 45-ամյա Armenia Opel-ն ու 48-ամյա Հովանեսի Opel-ը։ 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել ու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Տեղում էին փրկարարծարայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ճանապարհը ճիշտ է ձյան հաստ շերտից մաքրված է եղել, բայց աղն ու ավազը բացակայել են։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դարձյալ հունվարի 3-ին 33-ամյա Armenia Opel Zafira-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձնագույտի մեջ։ Տեղում էին փրկարարծարայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Նրանք են օգնել վարորդին մեքենան հանել։ Հունվարի 2-ին Երևան Երասմեղրի ճանապարհին բախվել են 44-ամյա Գևորգի Վազ 2106-ը եւ 33-ամյա Բարիսի Opel-ը։ Մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դարձյալ հունվարի 2-ին Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են 62-ամյա Սենիկի Toyota-ն եւ 65-ամյա Ավետիքի Opel Astra-ն։ Վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարծարայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ցականի աշխատակիցներ են առաջին օգնության հասել, ընդհանրապես երբ վթարա լինում, ինչը նշեցի հաճախ հակյա լինում, առաջինը գազալացականի ես ժողովուրդն են վիրավորներին հասնում օգնության։ Իսկ նույն օրը Արմավիրի մարզում Արշալույս գյուղի վարչական տարածքում 67-ամյա Աբրահամը Toyota-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց գլխիվայր հայտնվել դաշտում։ Մեկ ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք վիրավորին հիվանդանոց տեղափոխելուց առաջ առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Տեղում էին փրկարարծարայության Վաղարշապատի շրջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Դեպքի վայր հավաքվածները նշում են, որ վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները եւ պատգարակով մոտեցել շտաբօգնությանը։ Բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Դեկտեմբերի 31-ին Գետապ գյուղի վարչական տարածքում էլ բախվել են 20-ամյա Հրանտի Lexus-ը, 23-ամյա Սարգսի Opel Zafira-ն եւ 50-ամյա Արտակի Vaz 2101-ը, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի։ 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Վայոց ձոր բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հունվարի 2-ին Երևան Երասմեղրի ճանապարհին դանակահարություն է եղել։ Ժամանել են մարզի քրեական ոստիկանության եւ քնչական վարչությունների պետերը։ Քրեական ոստիկանները հայտնաբերել են Opel, որի վրա ու նաեւ դրսում կային առնանման հետքեր։ Իսկ դեպքի վայրից դանակահարված հիվանդանոց է տեղափոխվել մի հղի։ Պարզվել է, որ նրան դանակահարել է ամուսինը։ Միջոցառումներ են ձեռնարկվում նրան եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու համար։ Եվ դեկտեմբերի 29-ին խոշոր չափի գողություն է եղել Մայրաքաղաքում։ Միքայել Չալախյան փողոցում կոտրել են Հայաստանի ու Իրանի քաղաքացի 53-ամյա Միր Մահմուդ Ղոզատին պատկանող Նիսանի դիմացի կողային ծախապակին։ Սրահից գողացել են պայուսակը, որում եղել է 40 միլիոն դրամ, անձնագրեր, վարորդական վկայականներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ուժողի դուստրն էլ հայտնել է, որ նրան մի քանի օր է սպիտակ մեքենա է հետապնդել, բայց թե ով է կատարել գողությունը դժվարացել են ասել։ Նշել է, որ հայրը գործարար է, հաճախ է նրա մոտ այդպիսի մեծ գումարներ լինում։ Մի անգամից տուժած քաղաքացին դիմել է իրավապահներին, ժամանել են դեպքի վայր, արձանագրել են դեպքը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, եթե չեմ սխալվում, ժամանել են նաև
քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության աշխատակիցները, ապա ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն եւ Նորդ Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները